Խնդիրը պահանջում է գտնել հնարավոր է արդյոք 5 լիտրանոց և 8 լիտրանոց անոթներով ստանալ 4 լիտր ջուր։ Շատ լավ, ինչ է դա նշանակում, որ մենք ունենք անոթները 5 և 8 լիտրանոց միայն, սկզբում երկուսն էլ դատարկ են, որոշակի քայլեր ունենք, իսկ թույլ տրվող հիմնական գործողությունները ջուր լցնել և թափելն է։ Ու ինչպես է դա պետք անել, դե ջուր լցնել կարող ենք մինչև վերջ լցնել յուրաքանչյուր անոթում, այսինքն մինչև որ ամբողջությամբ անոթը լցվի, մենք չենք կարող օրինակ ունենալ այսպես պատկերենք անոթը, ենթադրենք սա 5 լիտրանոցն է, ահա այս կետը գիտենք, որ մեզ մոտ նկարագրում է 5 լիտրանոց կտորը, մենք չենք կարող մոտավոր դրա կեսը լցնել ու ասել 2.5 լիտր կամ 8 լիտրանոց անոթում, ավելի հեշտ գիտենք, որ այսքանը 8 լիտր է, վերցնենք ու կեսը լցնենք, ասելով, որ սա 4 լիտր է, այսպես չենք կարող, որովհետև մենք առհասարակ չենք կարողանում չափել, պատկերացրեք մեզ մոտ անոթները, այսպիսի տորօրինակ պատկերով են, չգիտեմ, ինչ որ այսպիսի տեսք ունեն, որով մենք չենք կարողանում չափել, նույնիսկ աչքաչափով ոչինչ չի ստացվում։ Շատ լավ, թույլատրվող հիմնական գործողությունները միայն անոթները ջուր լցնել և մեկը մյուսից թափել, մինչև ամբողջությամբ լցնելն են։ Ինչ կարող ենք անել այս խնդրի լուծման համար։ Դե հենց միակ գործողությունը, որը մեզ թույլատրվում է, պետք է սկսենք փորձել ու ինչ որ ձև կտորներ առանձնացնել։ Մենք կամ պետք է այդ 4 լիտրը ստանանք այս 8 լիտրանոց անոթի մեջ, կամ պետք է ստանանք 5 լիտրանոց անոթի մեջ։ 5 լիտրանոց անոթի մեջ 4 լիտր ստանալու համար մեզ ինչ որ քայլեր այդպիսի չունենք։ Պետք է այս 5 լիտրանոցից ինչ որ քանակությամբ ջուր թափել 8 լիտրանոցի մեջ, օրինակ, երբ մեզ մոտ 8 լիտրանոցում լինի 7 լիտր, ինչ որ ձև թափել լցնելով կարողացել ենք, ու 5 լիտրանոցը ամբողջությամբ լցնել, մենք կարող ենք այս 5 լիտրանոցից ջուր լցնել 8 լիտրանոցի մեջ, որի ժամանակ կլրացվի այս 1 լիտրը, ու արդյունքում այս 5 լիտրանոցից նրա 1 լիտրը կպակասի ու կմնա 4 լիտր։ Այսպես կարող ենք մենք 4 լիտր առանձնացնել, բայց մյուս կողմից էլ կարող ենք առանձնացնել, երբ 8 լիտրանոցը ամբողջությամբ է լցված, իսկ 5 լիտրանոցը 1 լիտր է լցված, եւ մենք այս 8 լիտրանոցից սկսում ենք լցնել 5 լիտրանոցի մեջ, այնքան մինչև ամբողջությամբ այն կլցվի, ու կրկին ստանում ենք 4 լիտր, բայց արդեն 8 լիտրանոցի մեջ։ Ես լուծում հիմա կառաջարկեմ ահա այս տարբերակով, այսինքն մենք կկարողանանք լցնել մենք կկարողանանք առանձնացնել 4 լիտր ջուրը 8 լիտրանոց անոթում, բայց մյուս կողմից նույնպես կարող եք փորձել, այդպես նույնպես կստացվի։ Հիմա առաջարկությունը որն է, վերցնենք եւ լցնենք օրինակ 8 լիտրանոց անոթը ամբողջությամբ, այնուհետև թափենք 5 լիտրանոց անոթի մեջ։ Եկան այստեղ 8 կլինի, այստեղ 0 կլինի։ Հիմա 8 լիտրանոցից եթե լցնենք 5 լիտրանոցի մեջ, այստեղ կառանձնանա 3 լիտր, իսկ այստեղ 5 լիտր կստացվի։ Այսինքն այստեղից լցնում ենք մյուս կողմ։ Ահա, հիմա այստեղ ունենք 3 լիտր, իսկ այստեղ 5 լիտր։ Եկեք դատարկենք 5 լիտրանոց անոթը, կստացվի 0 եւ 3։ Ու հիմա այս 3 լիտրը կրկին լցնենք այնտեղ։ Կունենանք այստեղ 3 եւ այստեղ 0։ Հիմա առաջարկում եմ կրկին այս 8 լիտրանոցը լցնենք։ Ու այստեղ դեռ 3 ունենք։ Ու առաջարկում եմ կրկին 8 լիտրանոցից լցնել 5 լիտրանոցի մեջ։ Այստեղ մեզ մոտ կլցնենք մինչև ամբողջությամբ լցնելը, այսինքն 2 լիտր կկարողանանք ավելացնել, իսկ 8 լիտրանոցից կպակասի միայն 2 լիտր, հետևաբար արդյունքում կմնա 6 լիտր։ Հիմա սա կրկին դատարկենք ու այստեղ ունենք 6 լիտր ընդամենը։ Ինչ կարող ենք անել այստեղից։ Հիմա առաջարկում եմ ահա այս 6 լիտրից վերցնենք եւ լցնենք 5 լիտրանոցի մեջ։ Ստացվում է այստեղ մենք ամբողջությամբ լցնում ենք եւ 1 լիտր է մնում 8 լիտրանոցում։ Ու տեսեք, այս 1 լիտրը այն իմաստացներ, որ եթե 5 լիտրանոցի մեջ մենք ունենանք 1 լիտր ու լցնենք 8 լիտրանոցից դրա մեջ, ապա կստացվի մեզ մոտ 4 լիտր առանձնացված 8 լիտրանոցի մեջ։ Հենց դրան էլ մենք գալիս ենք, փորձում ենք ինչ-որ ձև 1 լիտր առանձնացնել։ Հիմա եթե թափենք 5 լիտրանոցը, այստեղ կմնա 1 լիտր ու լցնենք այս 1 լիտրը 5 լիտրանոցի մեջ։ Ստացվի այստեղ 1 եւ այստեղ 0, որտեղից հետո էլ լցնենք 8 լիտրանոցը, կստացվի այստեղ 8 լիտր ու վերջնական քայլով այն դատարկենք, ավելի շուտ լցնենք, մինչև ամբողջությամբ կլցվի 5 լիտրանոցը։ Այստեղ կստացվի 5 լիտր, բայց մենք ավելացրինք 4 լիտր, հետևաբար 8 լիտրանոցում էլ կառանձնանա 4 լիտրը։ Ահա
Եվ ահա այսքանով մենք կարողացանք առանձնացնել։ Հետևաբար այս խնդրի համար մեր պատասխանն է այո, հնարավոր է, եւ սա մեր օրինակն է։ Միշտ հիշենք, եթե մենք հարցին պատասխանում ենք այո, հնարավոր է, պետք է ներկայացնել համակարգված օրինակ ու ցույց տալ, թե ինչպես են քայլերը կատարվել։ Այստեղ մենք աղյուսակի տեսքով ներկայացրինք քայլերի հերթականությունը։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը։ Դե այսպիսի խնդիրներում առհասարակ պետք է հասկանալ մեզ ինչ է պետք առանձնացնել ու որտեղ մենք կարող ենք առանձնացնել ու այդ առանձնացնելու նախորդ քայլում։ Եվ մենք դա ամենասկզբում քննարկել ենք։ Մենք առանձին քննարկում էինք, եթե ունենք այստեղ 5 լիտրանոց եւ ունենք այստեղ 8 լիտրանոց, ինչպես կարելի է առանձնացնել այդ 4 լիտրը։ Եթե այստեղ լիներ 4 լիտր, նշանակում է, որ մենք այստեղից լցրել ենք 5 լիտրանոցի մեջ այնքան, մինչև մնացել է 4 լիտր։ Հետևաբար այստեղից մենք 4 լիտր ենք լցրել։ Իսկ եթե լցրել ենք դա այս 5 լիտրանոցի մեջ եւ մեզ մոտ ամբողջությամբ է լցվել, նշանակում է, որ 5 լիտրանոցի մեջ մինչև այդ 1 լիտր ջուր կար ընդամենը, ինչն էլ նշանակում է, որ ամենասկզբում պետք է 1 լիտր առանձնացնել։ Սա մի տրամաբանությունն էր, երբ մենք 8 լիտրանոցի մեջ էինք ցանկանում 4 լիտր ունենալ, բայց երբ մենք 5 լիտրանոցի մեջ ենք ցանկանում այդ 4 լիտրը առանձնացնել, այլ կերպ էր ամեն ինչ աշխատում, եթե այստեղ 4 լիտր պետք է լիներ, հետևաբար մենք 1 լիտր էինք լցնում 8 լիտրանոցի մեջ ու այն ամբողջությամբ լցվում էր, ինչն էլ նշանակում է, որ մինչև այդ պետք է 7 լիտր լիներ։ Այսինքն մենք պետք է աշխատեինք 7 լիտր առանձնացնել 8 լիտրանոցի մեջ։ Հետևաբար այս երկու տրամաբանություններն էին մեզ մոտ կարևորը։ Ես ընտրեցի առաջինը եւ առաջինով ներկայացրի, երկրորդով միգուցե նույնպես կա օրինակ, ինքնուրույն ես չեմ փորձել դեռ, կարող եք դուք ինքներդ փորձել եւ մեկնաբանությունում թողնել ձեր օրինակը։ Շատ լավ։ Եվ հասկանալով, որ մեզ պետք է հիմա առանձնացնել 1 լիտր, մենք սկսեցինք աշխատել դրա ուղղությամբ եւ միակ թույլատրելի քայլը մեզ մոտ մի անոթից մյուսը լցնելն էր ու դրանով սկսեցինք ինչ որ թափել ու լցնել, մինչև հասկացանք ինչ է կատարվում։ Մի քանի անգամ այսպես փորձելուց հետո նկատեցինք այստեղ մեր 6 լիտրը ու հիշում ենք, որ մյուսը 5 լիտրանոց անոթ է, լցնելով այդ 6 լիտրանոցից 5 լիտրանոցի մեջ մեզ մոտ առանձնացավ մեր ցանկալի 1 լիտրը։ Իսկ դրանից հետո մենք արդեն գիտենք ինչպես է խնդիրը պետք ավարտել։ Ուստի այս խնդրի պատասխանն է այո եւ դրա համար ներկայացված է օրինակ։ Այսքանով կարող ենք լուծումը ավարտել։